Բարի լույս, սիրելի ժողովուրդ, իրապես տնենք ստեղ։ Մենք նորից ձեզ հետ եթերում ենք, մեր նորություններով, գիտեք, կապված այս իրավիճակի հետ, մենք եթեր ենք դուրս գալիս, կարելի է ասել, օրը երկու անգամ առավոտյան եւ երեկոյան, միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս նման ձևով։ Մի րոպե։ Ահա։ Մենք ունենք ձեզ հետ միասին կիսվելու, խոսվելու մի քանի թեմաներ, որոնց մասին ցանկանում եմ ասել հիմա, բայց մինչև այդ թեմաներին անցնելը այսօր Հայաստանի Հանրապետությունում տոն է։ Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված տոն, որը կոչվում է քաղաքացու տոն։ Ես տեսա այդ հոգեկան հիվանդի միամ, չգիտեմ, շնորհավորական ուղերձ ասեմ, իշ գրող ու սև ցավ ասեմ, ապրենք անվտանգ, շուտ այդ բարկար այդ ուղերձի մեջ։ Ես ուզում եմ հասկանամ այդ ոչխարի ծնունդը, որ տես բաներ ավեկալ եմ գրեմ, ապրենք անվտանգ, դες, դեն, դու ես երկրտերն ես եւ այլ, ինքը իա գրածի աչոտը տալիս է, թե ոչ։ Սա մեկ։ Երկրորդ, ես ոնց հասկացա այդ երևույթը այսօր ունի մարզային այցելություն, շոշափվում է, որ ինչ-որ պիտի գնա գավառ, քավառ, կամ Վարդենից եւ այլն, ես հորդորում եմ այդ ամեր քավառա ժողովրդին, հենց իշքան, որ այդ բոզի տղեն գյուքյա քավառ, մեմ արդու նման, իջում, ծսցում։ Հիմա ես չգիտեմ, կարող է դեզինֆորմացիա ինքծե, որ քավառա գնամ, քավառի տեղը Սևան գնա, Սևանի տեղը հոգո գնա, ես որ մի գրող ու սեր ցավի մեջ գնա։ Բայց որ գնալու է այդ բոզի տղեն, Նիկոլ Փաշինյան կոչված է, ես հորդորում եմ տեղի բնակիչներին, անպայման իջում, ծսցում։ Սա մեկ, իջում, ծսցում։ Երկրորդ, այսօր բան է, առավոտվանից արդեն տարածվում է մամուլով, Facebook-ով եւ այլով վիդեոներ, որտեղ որ երեկվա պայմանագրային զինծառայողները վիդեո են տեղադրել, որ իրենք զղջացել են, սխալվել են, փոշմանել են, որ իջե մտել են ժողովրդի մեջ։ Պարոնայք զինծառայողներ, ես ուզում եմ մի բան հասկանամ, դուք այդ կամուֆլաժ ֆորմեն, ինչի համար եք հագել։ Դուք այդ կամուֆլաժ ֆորմեն հագել եք, որ ինչ, անուն ինչ եք դրել։ Եթե դուք նախ միշտ գործողություն անելը, պիտի հասկանաք, ինչ եք դուք անում։ Դուք թողել եք մարտական դիրքը եւ իջել եք ժողովրդի մեջ։ Իմ անձնական կարծիքն եք ուզում հարցնեք, լավ եք արել։ Դուք հաշիվ տվել եք, չէ՞ ձեզ, որ եթե իջաք Սուրեն Պապիկյան բոզի տղեն, որը մի ժամ, երկու ժամ առաջ եղել է այդտեղ եւ հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան բոզի տղեկի հետ, ռազմական ոստիկանության վարչության պետով, մետով սա տեղ են եղել։ Բնականաբար ձեր վրա կարող էին դնել հոդված, մարտական դիրքը լքել։ Դրա մասին մտածել եք։ Հիմա եթե դուք իջնեիք ժողովրդի մեջ եւ մնայիք ժողովրդի մեջ, ձեզ ոչ մի կերպ չէին կարող, չգիտեմ, բերման ենթարկել, բռնել, տանել, չգիտեմ, դատել եւ այլն։ Բայց երբ որ դուք բարձրացաք մարտական դիրքեր, եթե կարելի է դա համարել մարտական դիր, դուք ձեզ ստեղծեցիք բնը խոցելի օրենքի առաջ։ Այսինքն իջնելուց դուք պիտի մտածեք, եթե իջնում ենք, էլ չենք հլնում, իջնում ենք մնանք։ Ոնց որ դա արեց Սերժ Սարգսյանը, բանիժ ապրիլի 23-ին, եթե չեմ սխալվում, խաղաղապահ գումարտակը հելավ լցված ժողովրդի մեջ վազելով։ Մենք բոլորս հասկացանք հետո, որ դա բանը սարքած բաներ եւ ասենք հիմա այսօր, երբ որ մենք Ղարաբաղ տվեցինք, պարտվանք, հիմա էլ Հայաստանից ենք բան կուսոկ տալի, ինչի հիմա նույն Զվարթնոց օդանավակայանը բան գործադուք չի հայտարարում։
Ինչի նույն հանրապետական հիվանդանոցը սպիտակ խալատներով չի հլը ժողովրդի մեջ։ Ինչի նույն ուսանողները փոխանակ հլեն հիմա միանան ժողովրդին, նստած գրողու սև ցավս են կարդան։ Ոնց է ստացվում։ Ինչի ոստիկանները, որը որ հանգիստ Նիկոլ Փաշինյանին կարային միայն ռադիոտան դուրը ջարդելու համար ծցնեին, տանեին, ոչ մի բան չարին։ Բայց հիմա հլում են զիբիլի ամանը քշում կայնստում են փողոցի մեջտեղը, վեկալում սամբոանում, տալում են ասֆալտին, տանում են։ Ջտամբանություն։ Այսինքն դուք մի հատ եթե դուք վերջի մալը տավավոր տղամարդ եք, եթե կարելի է ձեզ անվանել տղամարդ։ Դուք նաև զինվորական տղամարդ եք։ Դուք պետք է, այն որ ասում է, մեռնելը կա խխռալս բնը որն է, իջեք, ուրեմն մնացեք ժողովրդի կողքին։ Իջեք, ոչ թե իջեք հելեք, մի հատ էլ վիդեոյի մենք բաժանել ենք, մենք պահիազդեցության տակ է եղել։ Գանդոն։ Ես ուղղակի շատ մեղմ եմ ուզում արտահայտեմ, բայց արտահայտում եմ զինվորական բառերով, գանդոն։ Ես եթե ձեր հրամանատարը ըլնեի, կամ լավ հրամանատարը չէ, ունենք ես եթե ելնեի ռազմական ոստիկանության վարության պետը ոչ բալու, ես հիմա ձեզ ու շատ վատ բան է արել։ Կհարգի է եթե մնայիք ժողովրդի մեջ, կասեի լավ, իջե միացել են ժողովրդին։ Յանքյանց, չգիտեմ, 10 օր բան կուբախտ, հետո կտային կամ չենք տա, ոչ կան չենք կթքենք կմրենք, կհանեի բնվերև։ Պերսնդեիշնում ենք, ընտե բարձանում եք վերև, լայվ եք մտնում, ու բանը մտնում են կաբինետա ինչ-որ, կաբինետից է մտածական հայտ երում, որ վեկալ է տարել են, ինչ-որ միտեղ նծսրել են, ասել են բնը խոսացեք։ Իմ տպավորությունն է, որ Հայաստանում տղամարդ մնացել են մենակ են տրանսվեստիտները, որ մտան կենտոնի քաղմաս, միլիցեքին ծծծրին հելան։ Ուժ տղամարդ չկա։ Այդ է տպավորություն է, բայց ոչինչ։ Ես կսարքեմ այդ տղամարդկանց։ Իմինջալոց միլիցիասի միտը սնգավ, այդ միլիցեքին ծծծնել, այսպեսի մի հատ ինֆորմացիա եմ ստացել, ես չգիտեմ սա որքանով է ռեալ, բայց 90%-ով ռեալ է, չեմ ողջունում նման գործողությունը, բայց իմ հոգու պարտն եմ համարում զգուշացնել մեր ոստիկաններին։ Պարոնայք սպաներ, պարոնայք ոստիկաններ եւ այլ։ Ես հասկանում եմ, որ ձեր մեծ մասը նամանավանդ արտաքին ծառայություն իրականացնող եւ ներքին զորքեր կամ իր բերետներ, ձեր մեծ մասը տոպոյ բոզի տղա է։ Եվ ձեր մահը միանշանակ իմ համար ողջունելի է։ Եթե ձեզից մեկը մեռնի ինֆարկտից, սպիդից եւ այլն։ Հիմա, բայց քանի որ կարող են տուժել նաեւ սրա հետևանք ավելի խորը կարա լինի, նաեւ կարող են տուժել ձեր բան կանայք, հետևաբար կարող է, չգիտեմ, ձեր կանացից որոշակի մասը լինի հղի եւ այլն, ես ուզում եմ ձեզ նախազգուշացնեմ, որ դա իհարկե ինգեր աբազի բան պրոբլեմն է, բայց ինձ թվում է այս բանը բոզի տղեկը դրա մասին ձեզ չեն զգուշացնի, ես ուզում եմ զգուշացնել ամենայն անկեղծությամբ։ Կա տեղեկություն, որ բավական մոտավորապես մի քանի տասնյակի հասնող ասեղներ, ներերակային սրսկման ասեղներ, ուրեմն հավաքվել են Սպիդ կենտրոնի աղբանոցից։ Հիմա ես չգիտեմ, դա Սպիդ կենտրոնի մեջից են հավքել, թե դրսից են հավքել, թե ոնց են հավքել, բայց Սպիդ կենտրոնից, լաբորատորիայից եւ այլն դուրս են բերվել ասեղներ։ Եվ այդ ասեղները մի քանի տասնյակ երևի այսօր կամ վաղը արդեն կլինեն սահմանամերձ գոտում, մի շարք երիտասարդ անձանց մոտ։ Եթե այդ ասեղներով ձեզ ծակեցին, դե որ ասում է սպիդով վարակվելու, մոլ մշլնելու հավանականությունը, այն որ ասում է վիճարկելի է։ Ինձ թվում է, ես դա չեմ ողջունում, գլխանց ասում եմ, բայց եթե ձեզ ծակեցին, դուք դրա հետևանքները կարող զգաք մինիմում 6 ամիս մի տարի հետո, երբ որ արդեն ուշ է, երբ որ դուք արդեն ձեր ընտանիքի ողջ անդամներին, այսինքն ձեր կնանոնց
կվարակեք եւ եթե ձեր կիները երեխայա բերելու կամ հղի ալնելու կարող է երեխան եւս ծնվի հիվանդ սպիդով այսինքն պատրաստվում է նման բովանդակ ահաբեկչություն ես հորդորում եմ ձեզ օպերատիվ բանը բլոկին այն որ հիմա սաղ կողքծրած աշխատում եք ին վրեն մտածեք դրա չնայած ես ձեզ չեմ խղճում եթե դուք վարակվեք հիմա սպիդա, սիֆիլիզա, ինչ գրող ու սև հեպատիտ C-ա եւ այլն, բայց ասեղները վարակիչ են։ Հիմիկ բանից ես զգուշացնում եմ։ Այն որ այդպես գնաց եմ մտել եք, ես չգիտեմ դա ում փայլուն մտահաղացումն է, բայց մտահաղացումը բրավո։ Բայց ես դա չեմ ողջունում, նորից եմ ասում։ Ու իմ պարտն եմ համարում ձեզ դրա մասին տեղեկացնել։ Պարոնայք ոստիկաններ։ Այդ միտինգների ժամանակ մտնեն քաշքշել բրտելուց եղեք մաքսիմալ զգուշ, որովհետեւ հետևանքը հաստատ այդ 200,000 դրամը չարժե սպիդ բարձել վրեն ու գալ հլմիատել ձեր երկրորդ կեսին վարակի հարգելի կանայք ձեր ամուսները կարող են անգամ չզգան որովհետև եթե ասեղով այդ մշտոցի մեջ ծակեն մի պա ծակոց ազգալու ու վերջ հիմա կմտածի մի բան իրան ծակեց բայց ձեր ամուսիներին բացատրեք որ դրա վտանգը կա Եվ ձեր ամուսինը նման միջոցառումից հետո տուն վերադառնալու ձեզ շինելուց հետո վարակելու են ձեզ հեպատիտ C, սպիդ եւ այլն Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի անվտանգ Հայաստան ու ժողովուրդը գրում են ջանդամ ես էլ եմ ասում ջանդամ պրոստը մեղք են ես մեկ դաժան բաներ ասեմ բայց էլ ին վրա չգիտեմ խի իմ խղճի վրա ազդում են դե բան կնան երեխա դες բան կա Պարզա ես Մտածում էի, ասեմ, չասեմ, թող գնան, ծակեն, վարակվեն, սատկեն, բայց մտածեցի ձեր կանանց մասին։ Սիրելի կանայք, սիրելի մայրեր, սիրելի քույրեր, սիրելի հայրեր, ձեր մլիցա աղբորը, տղուն եւ ամուսնուն այդ բերետավոր գանդոններին զգուշացրեք, որ իրանք կարող են դառնալ, ինչ են ասում դրան, սա ինչ բժշկական տերորիզմ Եկեք զանգենք մեր ֆրանսիահայ բարեկամին տեսնենք ինչպես է զգում իրեն մեր հացադուլավոր ընկերը հետո կշարունակենք հաղորդումը Նիկոլյան Ալո Ալո բարև ձեզ Բարև ձեզ Ինչպես եք բարոն Նիկոլյան Բարև ձեզ երեխաչոք վարչապետ Վաստավարիջասյան Ես աջոն վարչապետը հələ որ չեմ Շուտով երևի աստվածնա Ոնց եք, ինչպես եք ձեզ զգում, ոնց է ձեր առողջական վիճակը, ինչ փոփոխություններ կան։ Դե սերտային մեկ կտելու թումա, առողջականը դեր շատ չի վատացել, անի որ սա 6-րդ կամ 7-րդ օրն է հացադուլի, բժիշկների ասելով հացադուլս կանի որ ես մի քիչ ոնց է կասեն հայերը պոնչո են կարամ միջև 10 օր ուդեմ իմ մարմինը իմ յուղերը 10 օր նոր կսկսեն կամաց վատանալ դե 10 օրի սահմանը հասնում է 3 շաբթի կամ 4 շաբթի նրա համար ամեն ինչ արեցին երեք որ ժամոնցեն ինձ այսօրվա առավոտվա Ֆրանսը Air France կամ ինչա abali չէ Air France-ով տրնեն դոմսը տալիս էին ամեն ինչ տալիս էին հենց այդքան բան են տալիս իրանք գիտեն որ կարան գնեն բայց իմ բադիվը իրանց միլիարդներից ավելի թանկարժեք կա հաստատ ինչպես տեսնում եք թե հայրը պորտում են ու մերժել են
ձեր մոտ ներողություն իշխանություններից պետական մարմիններից երեք մարդ եկել է ձեզ հետ հանդիպել են խոսացել են ով է եղել այդ մարդը եթե եկել է այո եւ 8 ժամ նստել են հետս համոզել ամեն ձևով ամեն գնով թեկուզ ասելով որ Ֆրանսիայի ուսակցությունի նախագահը Jean-Luc Mélenchon որ Emmanuel Macron-ի հակառակ գործն է որ ինձ անձամբ ճանաչում է որ մեկ-մեկի հետ հացաուտում Ֆրանսիայի ազգային ժողովի դեմի ռեստորանում Le Bourbon իր հետ գնա քո համար մեծ ռեկլամա պատիվս կբարձրանա բայց ես պատասխանել եմ ստույգ ասեցի իմ պատիվս կգցեմ եթե էդի անեն քանի որ ես չեմ լինի իմ խոսքի դերը ու հետո գասեն հա պոնչոն սովված է նրա համար Ֆրանսա գնաց հաց ուտելու ես կմեռնեմ սովից այստեղ բայց ես իմ հայրենիքը չեմ լքի ու հենց բախտ ունեցեք որ ես չեմ ասի վարչապետը մինչև կա ինձ տեսնի այրոպորտ չեմ կատարել չեմ անում sense բակայել իսկ ով էր եկել ձեզ համոզելու ով էր այդ անձը եթե գաղտնիք չի գիտեք ինչ բարոն Ղուկասյան հազարներով բայց չեմ կարա ասեմ լավ մի ասեք բանը որտեղ հիմնարկը ես չեմ կարա իմ խոստումին դավաճառել բան չասեցի մի բան կարող եմ խնդրել ձեզանից որ մյուս անգամ կգան օրինակ այսօր aujourd'hui հանգարց այսօր որ կգան էլիտեն ձեզ համոզելու ասեք գիտեք ինչ ամեն օր էլ գալիս է չէ այսօրվա վրով որ կգան մի հատ հարց տվեք ասեք Վարդան Ղուկասյանն ասում էր minute-you կանես տեսեք հենց ինչ են ասում դե հիմա ես մենակ եմ բան մարդ չկա գովքս բայց իրոք օրոքվա հաղորդումից հետո իմ վրա շատ ճնշում եղավ որ սեր մոտը եթեր մտա նրանից շատ են վախենում Տեգուս վիպով ուզեցել են ինձ տերցնել ես հստակ կմեժեմ իրանց առաջարկները մինչև ես չմտնեմ հանրապետություն ուզի չուզի ես չեմ կատարելու ու առողջական հարցերս իմ անձնական չեմ տուղի երկար մնամ այս վիճակում ես պատրաստ եմ մեռնելու հայրենիքի համար ինչպես հազարներով տեղակներ ինչպես Մոնտեմեջ Կոյանը ինչպես Վասկեն Սարգսյանը մի հուզվեք խնդրում եմ ձեզ պետք չի հուզվել Թեկուզ իմ մայրս Փարիզից 86 տարեկան որ իր առողջություններ ավատ առաջ օրը ասում էր գործ չունես արի հիմա ինքը այդքան հպարտ է ինձ որ ինքը ինձ ուժ է տալիս ու այստեղ այրոպորտում չէի պատկերացնում որ այդքան 100,000-ներով դրողներ որ ինչ ռեյս կա գնում են մոտիկանում են ինձ բացում են ինձ ուժ են տալիս այրոպորտի աշխատողներ այրոպորտի ոստիկաններ այրոպորտի անվտանգություն ու ազգային ժողովից աշխատողներ այսօր մոտիկացան ամեն մի մարդ որ էդի ինձ ասում է ինձ ուժ է տալիս որ ավելի պայքար է իմ պայքարը թաթար չունենա ասում եմ ցես բարոն Ղուկասյան Նիկոլ էլեկտրագող այդ ժամանակ ես ցես օգտակար եմ եղել բացի ցես սաղին բայց ոչինչ ես իմ բարդականությունը անում եմ հայրենիքի համար դե մի օր Իսկ այդպիսի մի հատ հարց ձեր պրակտիկայի մեջ դու գիտեք այդպիսի մի դեմոկրատական երկիր որը որ լրագրողին առանց հիմնավորման թույլ չտա մտնել երկիր Կա տես դեպք կներեք այստեղ միկրոֆոնով բարձր խոսում են ու ձեր ձայնը մեկ-մեկ անջատվում է սպարակ կրկնեք խնդրում եմ Ասում եմ դուք գիտեք դեմոկրատական որևիցե մի պետություն որ լրագրողին թույլ չի տվել մտնել երկիր
Գիտեք ինչ, դեմոկրասի դա ժողովրդի ցանկությունն է, բայց դեմոկրասի ոչ մի տեղ աշխարհում չի գա։ Դա ինչ որ մի համակարգ է։ Հիմա Հայաստանը լինում է ժողովրդական երկիր, օքեյ, ես համաձայն եմ, բայց ինչպես Ադրբեջանում կամ տարբեր ուրիշ երկրներում դիկտատուրասև ցուցակ կա, Հայաստանն էլ ունի նույն սև ցուցակը, ու որոշողը ով է մտնում այդ ցուցակի մեջ, ով է հանում, դա մի մարդ է, անունը Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Հայաստանի վարչապետն է։ Քաղաքացու տոնի կապակցությամբ ինչ որ մի բան ունեք ասելու Նիկոլ Փաշինյան մինետուին։ Այսօր Հայաստանում քաղաքացու տոնն է։ Նախ առաջին ուզում եմ ասել, որ իմանամ, որ Ֆրանսիայի պատոսը մերժել է, կան ինձ կոնե տեսնել, իրանց հետքան զանգել են, բայց իրանք թեկուզ ինձ մի հատ չեն էլ զանգել, քիչ էր մնաց երեկիշերը շտաբ համարով մարդը ինձ կֆրտի, ասելով դու տեսփանանը դեմ եք պայքարել առաջ, ճիշտ է, տեսփանադին չեմ պայքարել, ես եմ այդ մարդը, որ անլույոյի Ֆրանսիայի նախկին տեսփանը, որ մի տարի առաջ վտարել եմ Հայաստանից, քանի որ ապացույցեցի, որ դուք Ադրբեջանի շպիոներ ու նրա համար իր հաշիվը Հոնկոնգում, որ ցեզեր ուղարկել ու հանեցին։ Լավ, օքեյ, թող չլիներ Ադրբեջանի շպիոն ու թող չընդուներ իրանց գումարը չերես կատար, որ հաշիվը բացել է Հոնկոնգում իր դիպլոմատիկ պասպորտով։ Լավ, ոչինչ, դա անցյալ է, բայց այսօր այն բայկարը մի մարդու դեմ է, որ ինձ համար գներեք մարդը, օքեյ, ինքը պոստում է լավ շոր ունի, հապնված գրված է վրեն վարչապետ։ Ինձ այսօրը գավաղը ուրիշ է գտնի, բայց ես չեմ հասկանում, ես խնդիր չունիմ Հայաստանի հետ, ոչ էլ Հայաստանի Հանրապետության հետ, ունեմ խնդիր ցեզ հետ, բարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, կամ այդ հարցը գլուծեք, կամ իմ մահը կունենալ ձեր ուսերի վրա, ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Հասկացա, ես ձեզ մաղթում եմ առողջություն, համբերություն, մենք ձեզ հետ ենք։ Եթե ինչ-որ մի խնդիր կամ հրատապ եթերի կարիք ունենաք, դուք կարող եք ամեն րոպե ապավինել մեզ վրա։ Հազար շնորհակալություն ասեմ։ Առողջություն ձեզ եւ համբերություն։ Հարգելի շուտով future Prime Minister of Armenia Vartan Ղուկասյան։ Merci beaucoup. Je vous en prie, monsieur. Au revoir, mon ami. Այդ թվասել Վարդան Ղուկասյան ֆրանսերեն տիրոպետում։ Ես քեզ ֆրանսական ձևով ծծցնեմ Նիկոլ, մինետյու։ Դու գինաս ինչ է նշանակում մինետյու։ Ոնց որ ես երբես 2010-11 թվերն էր այն Աբովյան փողոցի վրա կար Բուշոն, Լա Բուշոն ռեստորան։ Մի հատ ոչ բարով մի հատ երևույթը կար մեր ընկերության մեջ, իրար հետ միասին գնացել էինք Լա Բուշոն, ունդեղ առաջի անգամ լսա այդ ֆոնցյուն։ Ֆոնցյուն էլ ուզեց Լարիսա Ալավերձյանի աղջիկը պատերելով ֆոնցյու։ Ուսենց նստած սպասում ենք տղեկով, թե ինչ է այդ ֆոնցյուն։ Երբևիցե չէի տեսել, չէ լսել, խաբար չէ, մեկ էլ բեին այդ չրչրացող երևույթը, էսա ֆոնցյուն մատուցողին, մատուցողն էլ ասեց, այո, մատուցողի անունն էլ Արմեն Չիկ, էդ էլ հիշամ։ Ուրեմն կապված բանը միտինգների այլի հետ, ես երեք, երբ որ հաղորդումն ավարտվեց, ինձ հետ կապի դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի ազգային ժողովի պատգամավորներից մեկը եւ զրույցի ժամանակ իհարկե ես խոստացել եմ ամբողջական գաղտնիություն եւ այլն զրույցի ժամանակ խոսելուց պարզ դարձավ որ փաստորեն բան Ռոբերտ Քոչարյանը իր ցուցնախ ընտրությունների վրա ծախսել է 0 դրամ իր գրպանի հետ կապված Երկրորդը ողջ ծախսը դրված է եղել է ցուցակի մեջ մտնող անձանց վրա, բացի Ագնեսից, Ագնեսն это ուրիշ ձև,
փակվելի, այսպես ասած, ես ոնց հասկացա, եւ Արեգ Նազ։ Մնացածը չգիտեմ ով ոնց դեզդեն, եւ դեպուտատ դառնալու, այսպես ասած, ներդրումային գինը այդ բանի մեջ եղել է սկսել $150,000-ից։ Եվ հիմա ինձ բացատրում են, ասում են, պարոն Ղուգասյան, եթե այն ազգային ժողովում գտնվող պատգամավորները վայր տնեն իրենց մանդատները, ապա դրանց տակիները կգան, իսկ որպեսզի դրանց տակիները չգան, իրենք իրենց ներդրած գումարը պահանջելու են։ Հիմա մարդը տվել է բանը $100,000, $150,000, $200,000, բայց մնացել է զաբարտում, չի ընտրել, պատգամավոր չի։ Հիմա եթե վերևինները դրեցին մանդատները հելան, տակիները գյուքյան, իսկ որպեսզի տակիներն գյուքյան եւ մանդատ չվեկալեն, պիտի ասեն Ռոբիկ, մեր փողը հետ տուր։ Ասում են փաստորեն մեջների ոչխարը ես էի, որ որոշակի բանը մարդկանց, այն որ ասում են առանց կոպեկ, այն մեկը տաքսիստ, մեկը մեներ բանը շոկոլադ ցրող, նեն ղաղպիտողու բանը կադրերը։ Վեկալա բերեցի մցրեցի Երևանի քաղաքապետարան առանց կոպեկ ծախսելու, դաժե ալարում էին բուկլետ բաժանեին բոզի տղեկը, ու դարան ավախանի։ Հետո ասում են եկել են գաղափարի համար, հələ մեկն ասի այդ տունը ծծցնեն, բա հիմա ուր ես, ընկեր գաղափարական բոզի տղա։ Ասում է դե դուք ուրիշ, դուք բանը պատրոտ, ասում է դրա համար դուք հելակ դրեցիք իրանց գմփսրեցիք, որովհետև դուք էիք քաշ տալով բերե, այսինքն ձեր ռեյտինգով էին եկել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը չի կարա դնի գմփսնի, որովհետև եթե դնի գմփսնի, այդ նույն դեպուտատը կամ դեպուտատի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը պիտի ասում է արի մինետյու արա, փողս հետո լմյատ գանդոն, նո հետո ինձ ասա մանդատը հետ դիշ։ Ահա նման իրավիճակ, փաստորեն այն որ հա ու ինչն է հետարքիր, ասում է Լևոն Քոչարյանը, երբ որ հանդիպում է մարդկանց հետ, ինքը ունի հատուկ բանկային քարտ, ես չգիտեմ սա որքանով է ճիշտ, հիմա դեպուտատ մարդ ասում է, ես ընդունում եմ իգիտություն, ասում եմ, ինչ քարտ է։ Ասում եմ, հիմա եթե հյուրերով, մյուրերով նստում են, ինքը ունի հատուկ բանկային քարտ, որը որ իրանց կամպանիային կուսակցության եւ իջինը, որի վրա ներկայացուցչական ծախսերն են։ Խոսքի օրինակ, եթե ինքը պիտի մեկին տանի մի բաժակ կոֆե, չայ, ջուր, բանը հյուրասիրի եսի ինչան, դա ծախսվում է այդ քարտից, ներկայացուցչական ծախսերից, դաժե իա գրպանից չի ծախսում, այդ քարտից է ծախսում։ Ես ուզում եմ հասկանամ, լրիվ Ղարաբաղցիներն են սենց քծիբության մարմնավորում։ Ես հիմա այդ մարդը բան պատմում է, որ սա էսի սենց ու ես զգում եմ, որ Քոչարյանի ճամբարում ռեալ կա բավականին լուրջ պառակտում, ռեալ։ Ոչ միայն ճամբարում, այլ նաև Քոչարյանի համակիրների մոտ, որոնք որ մինչև այդ համակրել են Քոչարյան, Ռոբիկ, Դաշնակ եւ այլն, այսօր հասկացել են, որ դրանք սաղ, չեմ ուզում քֆուկ տամ, բայց վառելու բան են։ Ես ասել եմ, չէ՞, ես մինչև այս օրերի գուն ելտնակ ինչ է կատարվել։ Վառելու բան։ Այն որ ասում է չեն քաքան, չսովացանա։ Այսպես երևույթ, էդի Սերժը իրանք փող ծախսող չեն։ Երկուսի ջեբերնել շուր բանով շուշաթելով կարածա շուշաթել էին ասում ձկնաթել էին ասում ինչ քաքս էին ասում ոչ ոք կարածա դրա համար ասում են սուրյակ դի վիճակի չեն ազդելու ասեն մանդատ դրեք կամենարեք եւ այսօր բավականին լուրջ կոմֆորտ է բոլոր օլիգարխների համար բոլոր բիզնեսմենների համար Նիկոլ Փաշինյանը ստեղծել է բավականին լուրջ կոմֆորտ մի կողմը հանձնում են երկիրը Մյուս կողմը մեր առևտրական հոգեբանության մեջ խորացված մարդիկ յանց բանը բիզնեսը կարևոր է վայելել։ Եվ դա է պատճառը, ես հիմա չգիտեմ ում փայլուն մտահաղացումն է եղել, բայց դա փայլուն մտահաղացում է, իսկ ամենայն հավանականությամբ հասկանում եմ, որ ստեղ նման բան կար Մոսկվայի մետրոներում էին անում, ասեղով, վարակված ասեղով մարդկանց ծակելը, բայց սա եւս շատ փայլուն մտահաղացում է, սպիդով, հեպատիտ C-ով վարակված ասեղներով ծակել ցույցը ցրող ոստիկաններին։
որովհետև նման ոստիկանների քոքը պիտի կտրվի։ Նման ոստիկանը պիտի գնա տուն, կնգան շինի, կնգան քցի սպիդ, երեխեն էլ սպիդով ծնվի, եւ այլն, դա փայլուն մտաղադրում։ Ես դες բան չէի պատկերացրի, չէի մտածի, եւ ինձ թույլ չէի տա անելու։ Դա էլ ասեմ դες։ Բայց մենք քանի որ ունենք այս ինֆորմացիան, ես նորից եմ կրկնում, ես ուզում եմ զգուշացնեմ Կամիլ Բերետավորներին, զերծ մնան ցուցարարների մեջ մտնելուց։ Ես չգիտեմ այդ 30 քանի, 40 քանի ասեղներից քանիսը որտեղ կօգտագործվի, որոնք որ նախատեսված են եղել ոչնչացնելու համար, բնականաբար բանով նման ասեղները օրվա վերջ լաբորատորիայում պիտի վառեն, հանձնեն եւ այլն, բայց ամեն հավանականությամբ դա լաբորատորիայից դուրս է եկել, ինգեր ոստիկաններ, ցույցը ծրող։ Դրա մասին մի քիչ ուշադիր եղեք եւ այդ 240-300 հազար դրամ էլ չեն տալի երևի ձեզ, դա համար չարժե գնալ, մի հատ սպիդ շալկել, հետո գալ տուն, կնգան դոմփելու վարակել։ Ես նաեւ ուզում եմ ձեռի հետ, այսօր ոնց հասկանում եմ շաբաթ օր է, քաղաքացու տոն, չգիտեմ ինչ կլինի երեկոյան Երևանի հետ կապված, բայց ես հիշեցի մի անձնավորության Հակոբյան Գևորգ Եղվարդից, որին որ ինքը ծառայել ռազմական ոստիկանությունը, մեր հետ բավականին մոտ էր, հիմա էլ ես խորը հարգանք եմ տածում այդ մարդու նկատմամբ, պետտողու նկատմամբ, ուզում ասեմ լավ, այդքան մեքենաներ ունեք, ամեն ինչ ունեք Եղվարդում, ինչ նախնդիրը, որ այդ մեքենաները Գևորգ դուրս չեք բերում, ճանապարհների վրա չեք դնում, չեք փակում, ոչի բան չեք անում։ Ես չգիտեմ, ինձ թվում է ինչ-որ մի բան կկազմակերպի Գևորգը։ Եվ ուզում եմ նաև անվանական դիմեմ էլի բավականին, ես կհիշեմ ընթացքում մարդկանց, ովքեր որ ունեն գույք, անշարժ գույք եւ շարժական ավելի շուտ գույք, որը որ կարող են հանել եւ ներքաշել ճանապարհներ փակելու մեջ։ Մի հատ էսպիսի բան ժողովուրդ, ուրեմն նայեք։ Մենք այսքան խոսում ենք Մինգեչաուրի։ Հուսամ ինձ ադրբեջանցի եւս բան են անում, լսում են։ Ես որոշեցի հանել Մինգեչաուրի ինչ ով լինելը։ Մինգեչաուրի ջրամբարը Երևանից ուղիղ օդային գծով գտնվում է 186 կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն միջին հեռահարության հրթիռը, որը որ Ֆրանսիան տրամադրում էր Հայաստանին, իսկ Հայաստանը չվերցրեց, դեռ ամեն ձև փորձում է հետ մնալ սպառազինություն վեկարելուց, հանգիստ կհասնում է Մինգեչաուրի։ Մինգեչաուրի ջրամբարի մակերեսը կազմում է 605 քառակուսի կիլոմետր, բավականին մեծ տարածք։ Երկարությունը 70 կիլոմետր Մինգեչաուրի, լայնությունը 18 կիլոմետր։ Խորությունը Մինգեչաուրի ամենախորը հատվածում կազմում է 75 մետր։ Այսինքն եթե 186 կիլոմետր, այսինքն ракета средней дальности, որ ասում է управляемая ракета средней дальности, прямое попадание այդ Մինգեչաուրի ջրամբարի վրա, այդ բանը պլատինայի, մեղմ ասած մի հատ Սևան հոսելու է դեպի Ադրբեջան, մաքրելով, տանելով իր ճանապարհին ամեն ինչ։ Այսինքն սրանով իրականացվելու է Իրանի վաղեմի երազանքը, Հնդկաստանի վաղեմի երազանքը, լեզգիների վաղեմի երազանքը եւ իհարկե մեր վաղեմի երազանքը։ Նման ելույթ երբևիցե հարց եմ տալի ձեզ, ռոբիկական, սերժական, նիկոլական, Վարդան Ղուկասյանին քննադատող եւ այլն անձինք, զոմբիներ եւ երբևիցե լսել եք, որ Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքական գործիչ, ղեկավար, նախագահ եւ այլն նմանատիպ ձևով հանդես գա եւ ասի ընդամենը 186 կիլոմետր է Երևանից, 150 Քավառից ուղիղ եւ վերջացավ։ Լուծվեցին ամենավերջի տեսակի
բանախնդիրները։ Իմ Telegram կանալում ես տեղադրել եմ այդ գազատար խողովակը, նավթատար, որը անցնում է նույն Շամշադինի կողքով։ Այդտեղ արդեն ռակետ պետք չի։ Այդտեղ են լորա մորա տիպի թերետանին ուղիղ իշմա գազատարի գլխին։ Ուղիղ։ Ադրբեջանը այդ գազատարով, գազատար նավթատար տարեկան ստանում 13 միլիարդ դոլար։ Եվ եթե այդ գազատարը պայթի եւ հետագայում ամենքեւ խոչընդոտվի դրա վերականգնումը, գումարած Մինգեշաուրին, գումարած եթե մենք վեկալում ենք միջին հեռահարության հրթիռներ 500 կիլոմետր մինչև Բաքու հանգիստ հասնում է Գորիսից, Բաքվի այդ ոչ կենտրոնական գազապաստարանը, ես ուզում եմ հասկանամ Ադրբեջանը դրանից հետո պետք է յանը 4 գյուղը, Վարդենիսի 10 գյուղերը, Եղեգնաձորից 8-4 գյուղ եւ այդպես բանը շարունակ։ Պետք է թե պետք չի։ Իհարկե պետք չի։ Պետք չի, որովհետեւ տնտեսական նյութական կորուստը մի քանի անգամ ավելին է լինելու, քան այդ գյուղերը։ Իսկ մեր թրքահապատակ բոզի տղեկ ասում ենք, այսօր մեր գազի մի մասը առնում ենք Ադրբեջանից։ Ու դա շատ հանգիստ ասվում։ Ինձ հետո ամենաբանը զարմացնում է բաները Շամշադնեցիների մոտեցումը, որոնք որ այսօր Մոսկվայում, օրինակ այդ ինչ է, ես անգամ հանել եմ, սանտեխնիկան, շուկաները, ավազի հանքերի մեծ մասը Մոսկվայի վայրան գտնում է շամշադնեցների ձեռքում, որոնք որ փողին փող չեն ասում այսօր։ Ես հիմա նաև ուզում եմ դիմեմ այդ շամշադնեցիներին։ Դուք բիզնեսմեններ եք, դուք սանտեխնիկա եք սարքում, բազարները ձերն են, ավազի հանքերը ձերն են եւ այլն։ Դուք պատկերացնում եք վաղը միսօր բիզնես հանդիպման ներկա գտնվեք, որտեղ լինի ադրբեջանցի կամ ռուս, թեկուզ։ Եվ անկած ասենք մարդ, որը որ տեղեկացված է Հայաստանից, մայիսի 15-ից հետո գնաք հանդիպման, ու դուք այնտեղ հանդիպման ժամանակ խոսեք արժանապատվությունից, որ դուք լավ բիզնեսմեն եք, լավ մարդ եք, ձեր նախկիների, չգիտեմ, կենազն եք խմում, հիշատակը վառ լինի եւ այլն, եւ մեկ էլ որևիցե մի ռուս կամ որևիցե մի ուկրաինացի, բելարուս, ինչու՞ չէ նաեւ ադրբեջանցի, թուրքմեն կամ ղազախ, դες ասի, «А извините, это не тот Шамшадин, откуда вы 4 села подарили азербайджанцам». Ինչ եք ասելու, ինգեր շամշադնեցի մեծահարուստներ։ Դες հարց եմ տալու, ձեզ ասել են դուք այդ մարդը չեք։ Ինչ արեցիք դուք, որ ձեր պապական գյուղերը, ձեր հայրերի, պապերի գերեզմանը չփոխացվի Ադրբեջանին։ Դուք ինչ եք պատասխանելու։ Կամ սիրելի ախրքալակցիներ, ես արդեն ուզում եմ ռայոն, Շահումյանի ժողովուրդ, Գետաշեն, Արծվաշեն, ես հիշում եմ, երբ որ մենք բանակում ենք, օրը 10 անգամ այդ երգը երգում ենք, ես արդեն այդ երգից զզվում եմ, 4 կողմը տանդունդ է, ճամփեկը փակված, դուք հասկանաս չկնաղ Գետաշեն, դրանով գնում ենք ճաշարան, դրանով գնում ենք ռազվոտ, բանը, պատժոմ, ադբոյ, քաքել, շռել, սաղ, այդ 4 կողմը անդունդ է, չկնաղ Գետաշենով էին գնում։ Ես արդեն ստիպված ուզում եմ դիմեմ այդ Ախալքալակի ժողովրդին, Շահումյանի ժողովրդին, Շամշադինի ժողովրդին, հասկանում եք, այդ մյուս մեծաբանը Արարատի, Արտաշատի, որոնք որ բազալտի բանի գործերի վրա են բանը խորացած Մոսկվա եւ այլն, Մարտունեցիքին, այդ նույն ասֆալտ փռող եւ այլն։ Լավ, դուք ինչ եք անում, կամ ինչ եք մտադրված անել։ Տեսեք, որոշակի խենթեր վեկալել են մի քանի տասնյակ սպիդով վարակված ասեղներ, ուզում են դրանով միտինգների ժամանակ միլիցեքի ծակեն։ Գործողություն է։ Բայց սխալ է։ Ну, все-таки ես չգիտեմ, մի անասուն, եթե այդ սպիդով ծագվեին միայն ոստիկանները, կասեի ջանդան, բայց ես գիտեմ, որ դա հետո տարածվելու է, գնալու է բանը, ոչ կնգանա դոմփելու,
կնիկը հետո նույն դլոն տալու է, որ ասենք սիրածը դոմփի, սիրածը հետո գնալու է իակնկան դոմփի, այսպես ցիպոշկեն բաժանվել է, որովհետև այդ նույն կարմիր բերետավորներ եւ այլն դրանց կանանց մեծ մասը մանեկող է, մեծ մասը մանեկող է։ Ես աշխատելով ոստիկանության համակարգում լսում էի, չգիտեմ, դասակի հրամանատարի կնգան դոմփը մեջ Վաշտի հրամանատարը, Վաշտի հրամանատարի կնգան դոմփը մեջ գումարտակի հրամանատարը, բանա, ծառայողական պորնո, սուժետ ռոման, դա կար։ Հիմա պրոստը եթե միայն ոստիկանները վարակվեն, ես ուս կմնայի, կասեի խույս թիմ, վարակվենց սատկեն, բայց քանի որ ես գիտեմ գնալու է կնգան դոմփի, կնիկը գնալու է յոբրին դոմփի, յոբրը գնալու է իակնգան դոմփի ու գնաց։ Հայհաբդու մի հատ բան կա, չէ՞, կարգին հաղորդում, որ ասում է փչացածի մեկն է սաղի վարակեց։ Տեսեք, մարդիկ են գտնվել, որ գնացել են ծայրահեղ քայլի։ Հա, ճուկ ու վերջ։ Բայց դուք ինչ եք ուզում անել, սիրելի բաներ, մարտունեցիներ, ախրքալակցիներ, եւ ախրքալակցիկ բանը ոնց են, ասում են տփենք նոր խոսանք, թե խոսանք բրծնենք նոր տփենք։ Բա հիմա այդ ծեծող, այդ մուսկուլնի, այդ դուխով ժողովուրդն ուր է։ Ես ուղղակի պիտի խնդրեմ ախրքալակցիներին հելնել գան Հայաստան։ Հետները կարան ամեն մեկը մի մեշոկ բան կարտոշկա բերի, բանով կարտոշկով մինետյու անենք ոստիկաններին։ Իսկ ինչ վերաբերում է Շամշադինցիներին, չէ, ասենք բանով տրամաբանությամբ։ Ձեր հողերն այսօր, ձեր հողը ամեն ձևով ուզում է պաշտպանում են հոգևորականները, Բագրատ Սրբազան։ Ես պրոստը այդ մարդուն սկսել եմ մի այլ տիպի հարգել, մալաձես, բրավո։ Բայց օգնեք ձեր ժողովրդին, այդ օգնեք կողի ռայոնների ժողովուրդը գնան ձեր մոտ, ինչ որ մի ելք գտեք քպականների ձերբազատվելու համար, միլիարդներ ունեք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում դժբախտ քաղաքացու օր։ Ես ես տոնը ուպակովկա եմ անելու կողեմ Նիկոլի կնգան ոռը։ Ապրիլի 27-ը չեղարկելու է Հայաստանի Հանրապետությունում։ Ինձ հիմա հետաքրքիր է ալնելու։ Այս ազգից քանի անողնաշար գնալու են եւ մասնակցելու են այս տոնական միջոցառմանը։ Միտեղ, չգիտեմ, ու ինչ տավարի ցավ երկիշներ են բարձանալու բեմ եւ սկսելու են երգել։ Հիմա բանից հայտարարում եմ։ Այն երկիչները, որոնք այսօր կգնան եւ կերգեն, ու ես կֆիքսեմ այդ երկիչներին, ես այդ երկիչներին ծծցնելու եմ հրապարակայնորեն, սա մեկ։ Այն անձինք, ովքեր որ կգնան այսօր իրանց երեխեքին կվեկալեն, չգիտեմ, կեթան միջոցառման եւ այլն, ես հորդորում եմ նկարել տվյալ անձանց, ովքեր որ այսօր պիտի գնան ուրախանան, պարեն, լակեն, զվարճանան, նկարեն, ուղարկեն ինձ։ Ես սարքելու եմ պեչատ բոզի տղու եւ այդ մարդկանց նկարը դնեմ Telegram կանալ։ Թո ազգը տեսնի իր տականքներին, որ միտեղ մարդկանց զրկում են տնից, տեղից, ամեն ինչից, մի քանի տասնյակ կիլոմետր ներքև դու գնում ուրախանում եք, քաղաքացուտոն, պարում եք, զվարճանում եք, երբ որ երեք այդ ժողովուրդը ապացուցեց, որ կա առաջին անգամ կարա ոստիկան ծսցնի լարի, կարան գեոդեզիստերին ծսցնեն եւ լարեն։ Իսկ դուք այսօր պիտի գնաք եւ մասնակցեք ինչ որ տոնակատարության, այս մեր ասում եմ մեր սև սիրտ, ձեր վարդագույն տրոսիկ։ Հետո չփորձեք զանգեք ինձ չերեզներով բանով ասեք պարոն Ղուկասյան, էս իմ կնիգնա, խնդրում եմ նկարը հանես։ Էս իմ մերնա, խնդրում եմ ոչ մի նկար չի հանվելու։ Հանելու եմ բայրակթարեր, մարդկանց խնդրեմ, ասեմ գնացեք նկարեք այն մարդկանց, ովքեր որ մասնակցելու են այսօրվա այդ խրախճանքին։ Ինչ նկար ստացա, նկարները կարող եք ուղարկել +1 929 919 5501 իմ WhatsApp-ի վրա։ Ես կմտնեմ կտենամ, ուղակի նկար, ուրիշ ոչ մի բառ։ Կարակ պրոստը գրեք նկար ու նկարը դնեք։ Ես այդ նկարները հատ-հատ կտեղադրեմ Telegram կանալ, շտամպով կով, բոզիտաղա, ագարկա, բոզիտաղա եւ այլն։
Եվ ամբողջ ազգը ես ուզում եմ նաև հիշեցնեմ, որ իմ Telegram կանալը միայն 250,000-անոցը չի, ընդեղ էլի կան Telegram կանալներ։ Այսինքն 1 միլիոն մարդ տենալու է, որ ձեր նկարը ձեր դեմքով հայտնվել է որպես բոզի տղա։ Քաղաքացու տոն։ Թե ինչ տոն, ինչ բան, բոզի տղը միտեղ երկիր է հանձնան։ Միտեղ անեմ քաղաքացու տոն։ Ես ակնկալում եմ, սպասում եմ, ինչ է լինելու այսօր, ինչ է լինելու վաղը, մի երկու էլ է կձգեմ կհամբերեմ, բայց 2-3 օրից հետո ուզում եմ Քեթրինի Միրանին էլ հարց տամ, ասեմ Միրան, 48 ժամ է իր տվել Նիկոլին, ինչ եղավ։ Նաև բանը Միրանին միտք տամ։ Միրան, խոսում եմ անձամբ քո հետ։ Ես գիտեմ, որ դու շատ ես ուզում վերադառնաս Հայաստան։ Ծախսես, չնայած ասեմ, Միրան, որ մարդիկ բողոքում են, որ դու ես քծիպ։ Հիմա որ ասում կարաս ուբիդիդ անես։ Անեմ։ Վերջերս դու քո մոտ կանչել էիր մի հատ լրագրողի։ Ճիշտ է, Տոմսն առել էիր, դու դա բրադնին։ Այդ տղեն իմ աչքելուսը չի։ Ես այդ տողն պետք է ասել եմ։ Բայց օբյեկտիվ։ Այդ տղեն եկավ, մնաց հյուրանոցում մի օր կամ երկու։ Հյուրանոցի բան փողնել ես տվել, օքեյ։ Ինտերվյուն տվիր, հանիր ճամփու դրիր։ Ամբողջ լրատվական դաշտը խոսում է։ Օրինակ հիմա էդի դու դեն ծարիր։ Եթե ես ելնեի քո տեղը, կամ քեզից մի քիչ պակաս, որովհետև ես շատ կուզենայի քո տեղը ելնեի 100 քանի միլիոն դոլար մենակ մեկ հաշվի համարի վրա ունենայի։ Ես հեսա նաև կասեմ ինչի համար կուզենայի, ասենք ելնեի, հանուն դրա արժեր։ Եթե ես բերեի լրագրող, այո կբերեի լրագրող, Տոմսը կհանեի, դու դա բրադնի, հյուրանոցն էլ կհանեի, եւ ինտերվյուի վերջում գոնե ծրարով մի հատ $1000 մինիմում, ես կտնեի լրագրողի ջեբը։ Ու կհանձնարարեի իմուս կասեի, տեսեք ես տղեր ուր ա ուզում գնա, գյոթի թե բոզի, տարեք թող մի քիչ էլ լիսկա թափվի, նոր բան Մոսկվայով էլ ման տվեք, նոր հաջորդ օրը թող գնա հետ։ Դու դա չես արել, ամբողջ լրատվական աշխարհը խոսում է քո քծիբության մասին։ Դրա վառապացույցը մենք տեսանք հիմա, որ մենք տենում ենք ոչ մի գործողություն չկա, դու բանին 48 ժամ տվիր բոզի տղուն, այսինքն դարա դոն պիպո դվա։ Էլի ասես 10 օրից գալեմ եմ, եթե ճամփեն չբացվավ, 10 օրներ անցավ, 6 ամիսներ, մի տարիներ, Ղարաբաղներ գնաց, դոն պիպո նեմա։ Հիմա նույնը դու ես, 48 ժամն անցավ։ Նիկոլ Փաշինյանի տեղը մա, հողերը հանձնում են, ճանապարհները չեն փակվում։ Ցես մի հատ հարց։ Տասնամյակներ շարունակ դու Պանամայից ներես կրան բանան։ Պանամա, մանամա, այդ կոմերը եւ այլն։ Լավ, նույնիսկ դու մի հատ ցանոթ նարկոբարոն չունես։ Ո՞նց ուզում ալիք ունենաս, չէ։ Բան մի հատ նարկոբարոնի ո՞նց հաստատս մի հատ խնդրանքով, որ դու դիմես։ Ապրանքներ թողած, փողն էլ մի քիչ թողած եւ այլն, միլիարդների բան ա գալım, նարկոտիկ, բանան եւ այլն։ Օրինակ ես էլ եմ նարկոբարոն, ներողություն, քո նման մարդ, այն չեմ ասում ես շատ կուզենայի քո տեղը լեն, ես կասել ես եղբայր, քեզ ինչ ա պետք, մի քանի միլիոն ես քեզ նվիրում եմ։ Մի հատ գործողություն կա իրականացնելու։ Մի հատ փոքրիկ երկրում քո մարդկանց կարաս ղրգես գնան այնտեղ գործողություն իրականացնեն։ Իսկ թվում է նույն նարկոբարոն կհամաձայնվեր, կասերթի չէ որ մի ասենք 3-4 հոգու բան կանեմ, կուղարկեմ թող գնան գործողություն իրականացնեն, դու էլ կասես ամեն ինչ կանենք, որ լավ լինի այդ 4 հոգու համար, հետո չգիտեմ, դու հասկացար ինչի նկատի ունեմ։ Ինչի տենց մի հատ
Հետո տենց մեր լավ աղբերներին լատինոս եւ այլն չես վեկալում գրգես Հայաստան։ Համարում լատինոսներին ասում եք Վարդան Ղուկասյանին մանեկեք։ Այդ լատինոսն է թոքան Հայաստան սուբ գործ։ Մեկ ամել հայ մարդկաց մեջ տղամարդկությունն նեմա։ Այդ ունի մի հատ խեղճ կրակ կնիկ նստելա ինտերվյու ա տալում, սես նայմա բանը պատալոքին ասում այ այս հարցի միակ բանը փրկությունը Նիկոլ Փաշինյանի հանկարծամահությունն է։ Մարդը ճիշտ բան ասում։ Բայց չգիտեմ ինչի լրագրողը բաներ անում, ժպտում էր ծիծաղնել հազիվ էր բան, տեղի չգիտեմ։ Մարդը լուրջ բան ասում, հանկարծամահություն։ Հանկարծամահությունը կարելի տարբեր բաներից։ Պերեդոս Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ինֆակտ, ինսուլտ, եւ նմանատիպ տարբեր բաներ։ Սերժ Սարգսյանը դրա ձևերը լավ գիտի։ Հոկտեմբերի 27-ի գործով ողջ անձնակազմը վկաներով, մասնակիցներով եւ այլով սաղ կամ կախան, կամ ինֆակտից մեռան, կամ ավտովթար։ Բալավ, դուք այդքան միլիարդներ ունեք, նույնիսկ դժվար է գտնել ինֆակտին, ասել ինֆակտ։ Մեկ քիչում ենկոմ քայլի։ Այսինքն դուք ես էդի չեմ կարամ հասկանամ, կամ ինֆակտի տեղը չգիտեք։ Կամ ես բանը բոզիտեղին ձեռը տալի։ Ես դուք ամեն անգամ շոու եք բանը խաղում ասելով, թե ուզում ենք, չգիտեմ ինչ եւ դուք եք բերի, նորից եմ կրկնում, դուք եք բերի։ Ու արդեն ամբողջ ժողովրդի մոտ դա պարզ է, որ այս բոզի տղեկին բերեց մեկ այլ բոզի տղա Սերժ Սարգսյան անուն ազգանունով։ 2018 թվին ոչ մենք Ղարաբաղ էինք բնկորցրել, ոչ 5000 զոհ ունեինք, ոչ նման կոռուպցիա կար, ոչ Շամշադին ու Մամշադին, չգիտեմ, դրանք էինք հանձնել կամ հանձնում։ Ոչ մի բան, ժողովուրդը հելավ, հետաքրքիր, անակնկալ ձևով հելավ, եւ ոստիկանությունը ոչինչ չարեց։ Իսկ հիմա ամեն ինչ տվել ենք, հանձնել ենք, կորցրել ենք, երևա յուրաքանչյուր 10-ից 9.5-ը Նիկոլին անում է խլեշ, բայց ոչ մեկ փողոց դուրս չի գալի։ Միրան Պողոսյան։ Ես քեզ ասեմ մի բան։ Այն որ Վարդան Ղուկասյանի թիմը պարլամենտ մտնողը դրա մասին ոչ մի խոսք։ Տոկոսային հարաբերությունները չեմ կարող ասել, չեմ ուզում բախտագուշակություն անեմ։ Բայց ես պատրաստ եմ գտնվել նեսխադիցելնեստ բառը հայերեն ոնց է չգիտեմ, քո նկատմամբ։ Իհարկե, որ քո ալան թալանացի գոնե 90%-ը ես քո ձեռքից պիտի հետ վերցնեմ։ Բայց նեսխադիցելնեստ за одну единственную вещь, եթե դու կարողանաս գտնել որտեղ է ապրում ինֆակտը։ Եթե տեղը չգիտես, զանգի Քրիստիկին։ Քրիստիկը կասի, որտեղ է ապրում ինֆակտը։ Գնա ինֆակտի դուրը, խնդրի, աղաչեսեն, պաղատեսեն, վետերինալի, տանեսեն, շինեսեն, վերջ մելասեն են Բարտոշեն պոզի, այդ նույն բանով, խնդրի ինֆակտի, այ մարդ, ինչ պետք է դուր։ Եթե ես իմանամ, որ դու գնացել ես, խնդրել ես, աղաչել ես, պաղատել ես, ինֆակտի հետ ամեն ինչ պայմանավորվել ես եւ այլն, չգիտեմ, 10 միլիոն, 20 միլիոն դոլար փող ես տվել Սրտաբանական ինստիտուտով ինֆակտին, որ գտնեն բերել, ես ամենայն բանով խոստովանում եմ, ես շատ բարի կգտնվեմ քո հանդեպ։ Շատ բարի։ Ես քո գումարի 10% ունենա, ես հիմա անգել էի դռնեդուլ ասել էի, ինֆակտ, դուր ծեցելով մանեիք է, ու կթել էի։ Կթել էի այդ անտեր մնացած ինֆակտին կասել էի, այ մարդ, տեսքան էի թամես, մի անտեն դե գնա։ Գետար չէ, կգա։
Ինչ ասեմ, այսօր սենց մելոդրամիկ նոտայի վրա ավարտենք այսօր առավոտյան մեր թողարկումը, ես հուսամ, որ երեկոյանից թեմա չի լինի խոսալու, բայց խիստ կասկածում եմ եւ անհամբեր հետևում եմ ինչ են անելու 70,000 հոգի ջահերով փողոց դուրս բերած դաշնակները, մանդատից ոչ մի կերպ հրաժարվել չուզեցող Ռոբիկն ու Սերժիկը, որոնց մնացել են հաշված օրեր եւ ժամեր։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ իմ խորին աջակցությունը հայտնել բոլոր այն հոգևորականներին, որոնք այսօր ավելի թասիբով են, քան մեր քաղաքական գործիչները, քան մեր զինվորականները, 10,000 անգամ ավելի թասիբով են, ես երբեք չի կարա պատկերացնել, որ գալու կգա մի օր, որ ես կանգնեմ եկեղեցու կողքին, ասեմ ես հոգևորականների հետ եմ։ Ինձ հիմա կսիրեն, չեն սիրի, կզզվեն ինձանից ինձ անձնական իրավունքն է, կարող զզվեն, որովհետև ես չեմ ընդունում, կարողություն չեմ ընդունում եկեղեցի, բայց ես պայդորությամբ ես ամեն կերպ աջակցում եմ այդ մարդկանց գործունեությանը հանուն Հայաստանի Հանրապետության, որ ես կարող եմ մի կողմ թողնել իմ պրինցիպները, իմ ամեն տեսակի ամեն ինչը զուտ այդ 29,900 քառակուսի կիլոմետրի համար, որտեղ որ ես չունեմ ոչինչ, ոչ տուն, ոչ տեղ, ոչ մի հատ փչակ, անգամ անձնագրից ժամկետն անցել։ Ձեր հոգևորականներ, ես ձեզ հետ եմ, ցանկացած խնդրով այս տաղավարը պատրաստ է ծառայելու ձեզ, ես էլ պատրաստ եմ ամեն ձևով աջակցել ձեզ, ինքեր Տաուշի Շամշադինի մեծահարուստներ, միլիոնատերեր, որոնք այսօր Մոսկվայում են, զարթնասեք ձեր մեջ մարդկային արժանապատվությունը, որովհետև ձեր թոռները, ձեր երեխաները վաղը ձեզ հարց են տալու ձեր պապական գյուղերի մասին, որտեղ է թաղված պապիկը, տատիկը, ինչ եք ասելու, ձեր պապիկի եւ տատիկի գերեզմանները ադրբեջանցիք պղծել են, ոնց որ այսօր ցույց են տալի կամերիկ էր Ղարաբաղի կառավարության շենքի վրից հայերեն տարերով բանը թուրքերը ջարդում են, դերեմ ասում են տեսեք թուրքերը ջարդում են, ցելի Ղարաբաղը տվին, չեն ասում տեսեք, բայց թուրքը որ դրա շենքի վրա գրում է Արցախի կառավարությունից ինչ կարող ուսելցամ, ջարդումը էդի ծաներ են տանը։ Հիմա 29,900 թե 31,000 եւ այլն, էդի մենք հետո կպարզենք, ինչքան է ոնց է եւ այլն։ Բայց հիմա այդ նույն Շամշադինի, Տաուշի, Նոյեմբերյանի եւ այլն, այդ նույն մեծահարուստների ձեր երեխաները այդ հարցը ձեզ տալու են թորները։ Եվ ինչ եք ասելու դու, ինչ եք արել։ Ինչ արեցիք։ Իսկ ամենահետաքրքիրը գիտեք որն է, երբ որ մենք թողում ենք բարձունքը, իջնում ենք։ Այդ նույն բարձունքը թուրքը գալի անմիջապես բարձրանում է, դնում է մարտական դիրք ու խփում է դրոշը։ Այսինքն եթե Ադրբեջանը գնում է խաղաղության, ինքը այդ բարձունքը, որը որ հայը թողեց իջավ, ինքը դեռ չի է գալի դնում մարտական դիրք։ Մարդը խաղաղություն է ուզում, այդ մարտական դիրքը խի է դնում։ Ակնհայտ է, չէ՞, որ այս մարդիկ խաղաղության մասին խոսելն ավելորդ է։ Ոչ մի խաղաղություն չի կարող լինել։ Դու բարձունքը թողում քո զորքին իջացնում ես, ադրբեջանական զորքը գալի նստում է այդ բարձունքին եւ սկսում է իշխել այդ դեմի սաղ գյուղերով, մուղերով։ Եվ այդ հրամանատարները, որոնք այդ հրամանը տալիս են, bez բարձունքը թողեն, բարձունքը թող, ես նրանց էլ եմ ուզում ասել, ձեզ ծսնելու են պետական դավաճանության հոդվածով, բոզի տղեկ, դուք հրամանատար չեք։ Սա էլ ես ուզում եմ, որ այդ նույն գյուղի ժողովուրդը հասկանայի, թե Ադրբեջանի նպատակը ները խաղաղ են։ Հիմա թողի իջել են, всё թողի իջել են, այդ բարձունքը պիտի մնա դատարկ, ոչ թե ինքը բերի, այդտեղ նստեցնի զորք, որ հետո այդտեղից ծսցնի այդ գյուղի սաղ ժողովրդին, ոնց կարա։ Իսկ դուք մեծահարուստներով, ես հասկանում եմ, որ սիր մասն է, այնտեղ Մոսկվա եւ այլն կատայից, բայց ձեր գենը, ձեր արժանապատվությունը, ոնց եք նայելու դուք ձեր բիզնեսմեն կոլեգաների աչքերի մեջ, ոնց եք խոսալու արժանապատվությունից, ձեր հայի թասիբից, պատվից, նամուսից, ձեզ հարց կտան, а где могилы ваших предков? А их нету, господа.
այսքանը